Ես ուզում եի ասեի, պատրաստում ենք մեր հարցին լուծում գոնե տան, անորոշ վիճակ, այս 8 օրես հիմնարկը փակա, անորոշ վիճակա ոչ մեկ չեն իմանում երբ կլինի։ Կոնկրետ մի հատ մեկի հարցին հետաքրքրվի կան իմանան այս 70 հոգին աշխատատեղերը կբացվի, մի օր կմնա, 10 օր կմնա, երբ կբացվի, գոնե մեզ մի բանով հույս տան, որ մենք էլ հույսով սպասենք խոսքի մի օրից, 10 օրից, որ իմանանք մենք մեր անելիքը, չէ, եթե չի բացվելու, գոնե ամեկ մեկը գնա իր գլխի ճարը տենա։ Բանկերում այս 8 օրերի ընթացքում երկուշաբթի օրը հենց Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց, փաստացի, այդ օրից սկսած որևէ մեկին փորձել եք դիմելով, օրինակ քննչական կոմիտե դիմեք կամ համապատասխան մարմիններին իմանաք ինչ է լինելու ձեր ճակատագիրը։ Ամսի 11-ին կենտրոն հեռուստատեսությունն է եկել, նույն ձևի նկարել ենք, ուրիշ տեղ դեռ չէ։ Մենք սպասում ենք գոնե մի պատասխանի, բայց հիմա նաղդի անորոշ վիճակ է։ Ոչ մեկ ոչ մի պատասխան չեն տվել։ Պատասխանի պարզ կլինի կբացվի թե չէ։ Դա ասենք խոսակցությունների մեջ է։ Հիմի ներկա պահին մենք սպասում ենք մի կես ժամը 5-10 րոպե, եթե չէ բոլորս միասին բարձրանալու ենք Աբովյանի քննչական կոմիտե, որտեղից որ կապարակ ընկվել է։ Ըստ դրան արդեն մենք մեր քայլերը, եթե պատասխան չստացանք, կարող է վիշտենք Երևան-Սևան մարյուղին փակենք։ Եթե ձեզ հարմար կլինի, միանաք մեզ։ Մենք հիմա այս պահին բարձրանում ենք Աբովյանի քննչական կոմիտե, որ կապարակ ընկվել է։